վարորդների պահանջը ինչու՞մն է կայանում ամբողջությամբ։ Առաջինը այն, որ իրանց տոտալ իրավունքները ոտնահարվում է, եւ մեր երկրում չկա մի կառույց, կլինի մարդու իրավունքների պաշտպանը, կլինի կառավարությունը, կլինի ՏԿ-ը, որ կզբաղվի այս մոտ 100,000 աշխատող մարդկանց իրավունքները։ Չկա նմանատիպ կառույց։ Երկրորդը, որ կա վարորդների պահանջը, որ կա, ասում է ես վճարում եմ պետտուր, համարվում եմ աշխատող պետության ներսում, 200,000 դրամից ավել էլ ես վաստակում եմ, բայց ես չեմ համարվում աշխատող։ Վաղը թոշակ չեմ ստանա։ Ես այսօր գնում եմ բանկ վարկ ստանալու, ասում է դու չես աշխատում, դու գործազուրկ ես օրինակի մեջ։ Բայց փաստացի այս մարդը գրանցված է, դուրք էլ վճարում է։ Այսինքն էսի պետության կողմից ռեկետ է, եթե ռեկետ չի պետություն, բա դու այս վարորդներին ինչ ես հետ տալիս։ Սրա դիմաց դու իրանց ինչ ես հետ տալիս։ Այսինքն մենք հաջորդ կետն էլ է դա։ Այսինքն պահանջը հետևյալն է, առաջինը, որպեսզի պետությունը օնլայն տիրույթում գործող այդ ընկերությունների շահույթը ուսումնասիրի, որտեղ ակնհայտ դիտարկվում է, որ մենաշնորհ դիրք ունեն մի քանի ընկերություն եւ դրանից հետո օգտվելով իրանք գեր շահույթներ են գեներացնում ի հաշիվ մեր վարորդների,